հստակ սահմանված է, որ երկու կողմերը, Հայաստանի Հանրապետությունը, Միացյալ Նահանգները, ունեն ըստ էության վետոյի իրավունք, ուրեմն իրենց մասնաբաժինների փոփոխության, երրորդ կողմերի ներգրավվածության եւ պրոյեկտի վերանայման վերաբերյալ, այսինքն դա շատ ավելի կարեւոր է, քան տոկոսային հարաբերակցությունը։ Սա մեկ։ Երկրորդը, ինչու է այսպեսի տոկոսային հարաբերակցություն։ Կա շատ հստակ տեխնիկական ֆինանսական պատճառ, Միացյալ Նահանգներն հիմնական ներդրումներ անող կողմը, այս պատմությամբ մենք ունենք արդեն $150 միլիոն ներդրում եւ իմ պատկերացմամբ խոսքը գնալու է 400-ից մինչեւ $500 միլիոն ներդրման մասին, սա երկու։ Եվ վերջապես երրորդը, առանց Միացյալ Նահանգների գործուն մասնակցության այս պրոյեկտը եկեք ընդունենք, որ գլուխ չէր գալու, որովհետև մինչև Վաշինգտոնում հանդիպումը տեղի ունեցել Աբու Դաբիի հանդիպում, որտեղ բոլոր հարցերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել էին փոխըմբռնման, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից եւ բացի կոնկրետ հարավային ճանապարհից։ Եվ հիմա, երբ Միացյալ Նահանգները բերել են իրենց առաջարկը, սեղանին դրել են եւ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են այդ առաջարկը, բավականին տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները պետք է ունենար գործուն մասնակցություն այդ առաջարկին։ Եվ վերջապես մի հատ շատ կարևոր էլի բաղադրիչ, որ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության վերաբերյալ։ Տեսեք, նախորդ առաջարկի կամ պարտադրանքի մեջ ռուսական կողմի սեղանին դրած հենց այս երկու սկզբունքներն էին ըստ էության, որ կասկածի տակ էին դրվում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը այդ ենթակառուցվածքների վրա։ Այս փաստաթղթում ոչ միայն այդ բառը 15-ից ավել անգամ ներկրկնած, այլ նաև ցանկացած որոշում, որը որ ստորագրված է փաթեթների մեջ, մի քանի անգամ ընդգծած է, որ ամբողջությամբ պետք է տեղավորվի դրա բոլոր արդյունքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության մեջ, եւ դրա գործուն օրինակները կան։